Տիկին Բաղդասարյան, կատարեցիք ձեր քաղաքացիական պարտքը, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում մինչ այս տեղի ունեցող զարգացումները, արդյոք քաղաքացիական պայմանագիրը արձանագրել է որոշակի խախտումներ, թե ոչ, պատկերը ինչպիսի՞։ Իրականում ինչպես նկատել եմ առավոտյան, հիմնականում հանդարտ քվեարկություն է գնում, 1-2 դեպք արձանագրված կար, երբ մարդիկ բաց քվեարկություն էին իրականացնում, ինչը խնդրահարույց է կարծում եմ, բայց առհասարակ ինձ համար թերևս ավելի տարօրինակ է, որ մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան եւ շատ թվով դիտորդներ։ Լիահույս եմ, որ արձանագրված բոլոր խախտումները, եթե այդպիսին լինեն, իրականությանը կհամապատասխանեն, բայց ամեն դեպքում ես նկատում եմ, որ որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք հարում են ընդդիմադիր թևերին, փորձում են իմիտացիա ստեղծել, որ ընտրությունների ընթացքը ինչ-որ խախտումներով է անցնում, երբ որ տեսնում եմ արձանագրություններ, որ տեղամասի մոտ 1-2 անց կա եւ նկարագրվում է, որ օրինակ քաղաքացիական պայմանագրի աջակիցներ են, թե ինչպես են դեմքով նույնականացնում, ես որ նայում եմ իրենց չեմ ճանաչում ամեն դեպքում։ Առհասարակ նաև մենք նկատում ենք բավականին պասիվություն, մտահոգիչ է սա թե ոչ, եւ առհասարակ ինչքան մասնակցություն եք կանխատեսում գյումրեցիների, որովհետեւ օրինակ Երևանի դեպքում մենք շուրջ 71% ունենք, որոնք չէին մասնակցում։ Ես կարծում եմ, որ մասնակցությունը շատ բարձր չի լինելու, եթե մենք նայենք 2021 թվականի ցուցանիշները, Գյումրիում շուրջ 26000 ընտրող է մասնակցել։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ թիվը շուրջ 45000 էր։ Իմ ենթադրություններով, չնայած այսպիսի երևույթները ենթադրություն կամ կանխատեսում չի սիրում, բայց շուրջ 30-ից 35000 ոչ ավելի։ Բացառում եք, որ ընդհանրապես որևէ կերպ հնարավոր չի լինելու կոալիցիաներ կազմել եւ ոչ թե երկրորդ փուլ, որովհետեւ այդ որպես այդպեսին չի լինելու, այլ նոր ընտրություններ։ Ես հիմա եմ տեսնում, որ ընդդիմադիր տեխնացուները այդ մասին բաց հայտարարում են, բայց քանի որ ինչպես նախորդ օրը, այդպես էլ այսօր որևէ քարոզչական դիտարկումներ չի կարելի իրականացնել, ես զերծ կմնամ։ Թեև նկատենք, որ եւ նախորդին եւ այսօր շատ ընդդիմադիրների կողմից դա խախտվում է եւ ակտիվ քարոզչություն է իրականացվում։ Տիկին Բաղդասարյան հայտնի է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է, արդյոք ադրբեջանական կողմից նորություն կա, որևէ արձագանք կա Երևանի կոչին պատասխան։ Ես վստահեցնում եմ, որ խաղաղության պայմանագիրը որևէ առնչություն չունի Գյումրու դիմ ընտրություններին եւ քանի որ ես արձակուրդում եմ, թույլ տվեք այդ հարցերին չպատասխանել, շնորհակալ։ Մի հարց էլ էլի Սարիկ Մինասյանի հետ կապված, նշենք, որ նա Եկեք էս կողմելի։ ասում են մենք ենք հաղթելու, օրինակ։ Բայց նորմալ է, բոլոր տեխնատուներն կարող են նշել, որ իրենք հաղթելու են, այլ կերպ ասած ինչին էր միտված մասնակցությունը, բայց ելի եմ նշում, որ ցանկացած բան, որը միտված կլինի քարոզչությանը կամ քաղաքացիներին ուղղորդելուն, ես զերծ կմնամ։ Ընդհանրապես մեր բոլոր քաղաքացիներին կոչ կանեմ, որպեսզի իրենք գնան եւ ակտիվ մասնակցություն ունենան թիմ ընտրություններին, կատարեն իրենց քաղաքացիական պարտքը հանուն Գյումրու ապագայի։ Տեսեք, վերջին հանրահավաքին եմ ուզում անդրադառնանք, լրատվամիջոցները հարցախույզ էին անում, պարզվում էր հիմնականում ըստ էության վարչական ռեսուրս է կիրառվել մանկապարտեզի, պոլիկլինիկաների, դպրոցների, կոլեկտիվներն էին եւ նաեւ ոչ միայն գյումրեցիներ էին, այլ նաեւ տարբեր համայնքներից եք բերել, ինչ։ Սիրանուշ ջան, մարդ բերել արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին։ Ես կարծում եմ, որ 2018-ից հետո քաղաքացին բերվելու խնդիր չունի։ Այո, ես չեմ ժխտում եւ եղել են մեր աջակիցները տարբեր համայնքներից, ինչը բնականon է։ Այո, եղել են մարդիկ նաև պետական կառույցներից, եթե մեր նախընտրական ցուցակը նայեք, կան անհատներ, որոնք տարբեր պետական կառույցներ են ղեկավարում եւ բարձր որ իրենց կոլեկտիվից կունենան 1-2 աջակիցներ։ Բայց ես ուզում եմ որպես հմուտ լրագրողներ, իսկ ներկաները բոլորն էլ հմուտ լրագրողներն են, ես առաջարկում եմ դիտել կադրերը։ Այն դեպքում, երբ մարդիկ հարկադրված գալիս են միտինգների, նրանք այդ այսպես ասած դրամատրությունը կամ էմոցիան կամ վայբը չունեն։ Իսկ ես որպես մարդ, ով խոսել է բեմից, այդ դրամատրությունը զգացել եմ։ Եվ գիտեք, կարծում եմ արդեն վաղուց անցյալում է այն ժամանակը, երբ մարդուն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կարելի է ինչ-որ բանում հարկադրել կամ պարտադրել։ Այդպես որոշեցին խմբավորվեն հասնեն Գյումրի, հա, տարբեր տեղերից շատ էին էլի, այնպես չի որ 1-2 հոգի։ Տեսեք, մենք ունենք կուսակցական համայնքի ղեկավարներ։
որոնք բնականաբար վարչական ղեկավարներ են նշանակում, շատ դեպքերում էլի կուսակցության անդամների։ Ինչն է այստեղ զարմանալու։ Ավելին ասեմ, օրինակ ես այս պահին գիտեք Երևանում եմ բնակում, բայց շուրջ 15 օր արձակուրդում եմ եւ այստեղ եմ։ Կարող եք ասեք, որ գործուղվել էի այստեղ, որտեղ գրանցումս Գյումրիում է, ընտանիքս ապրում է Գյումրիում, այնպես որ այնտեղ մարդիկ կային, ում նշվել են, բայց վերջին օրերին իրենք այս կամ այն կերպ եղել են Գյումրիում եւ օրինակ ներգրավված են եղել PR աշխատանքներում, քարոզչական աշխատանքներում, ինչը նորմալ է, բնականon է։ Եվ վարչապետը մայիսին Մոսկվա գնալու է։ Ես էլի եմ կրկնում, ես այս պահին արձակուրդում եմ գտնվում եւ տեսեք, եթե ես 15 օր չեմ աշխատում եւ իմ պարտականությունները չեմ կատարում, որոշ տեղեկատվությունից կարող է հետ մնացած լինել։ Այնպես որ ձեր բոլոր հարցերին ապրիլի 1-ին դա 2 օր հետո պատրաստ եմ պատասխանել։ Շնորհակալություն։